Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին վերահաստատել է Վրաստանի կառավարության դիրքորոշումը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերագործարկման եւ ռազմավարական գործընկերության վերականգնման հարցում։ Թբիլիսին բաց է ցանկացած մակարդակի երկխոսության համար եւ ողջունում է ԱՄՆ-ի ցուցաբերած հետաքրքրությունը, նշել է նախարարը։ Վերջին շրջանում նկատվում է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների ակտիվացում։ Ավելի վաղ Վրաստան էր այցելել ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը։ Հանրապետության փոխարտգործնախարար Լաշա Դարսալյանն էլ ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։ Բոճորիշվիլու խոսքով Դարսալյայի այցի նպատակն այն է, որ Վրաստանը մնա Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգում։ Վրաստանի խորհրդարանի խոսնակն էլ նշել է, որ այցն աշխատանքային էր եւ վերաբերում էր երկկողմ հարաբերություններին։ Շալվա Պապուաշվիլու խոսքով Թբիլիսին շարունակում է մնալ սպասման ռեժիմում։ Նա կարևորել է հարաբերությունների վերագործարկման պատրաստակամությունը։ Վրաստանը միանգամայն անարդար է համարում ԵԱՀԿ մի շարք անդամ պետությունների, հիմնականում ԵՄ անդամ երկրների քննադատությունը երկրում մարդու իրավունքների վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը ԻՄԵԴ-ի հեռուստաընկերության եթերում։ Մենք տեսանք, որ այդ դերակատարները փորձում են տարբեր միջազգային կազմակերպություններ օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք։ Մենք տեսել ենք, թե ինչպես է այդ նպատակով օգտագործվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ Էլ չեմ խոսում Եվրախորհրդարանի մասին։ Իսկ այսօր մենք տեսնում ենք ԵԱՀԿ-ի օգտագործման փորձեր։ Մակա Բոճորիշվիլին նշել է, որ վրացական կողմը պատրաստ է ցանկացած պահի ներկայացնել իր տեսակետները ԵԱՀԿ ներկայացուցիչներին։ Նախարարը սակայն կասկած է հայտնել ԵԱՀԿ մեխանիզմներում ներգրավված փորձագետների անաչառության հարցում։ Ավելի վաղ ԵԱՀԿ անդամ 24 պետություն Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ Գերմանիայի նախաձեռնությամբ որոշել են Վրաստան ուղարկել մարդու իրավունքների իրավիճակի փորձագիտական գնահատման հատուկ առաքելություն։ Նրանց հրապարակած փաստաթղթում նշվում է, որ Վրաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, այդ թվում ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները, ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները եւ ընդդիմադիր կուսակցությունների արգելման փորձը մտահոգություն է առաջացնում։ Մինչդեռ Վրաստանը որպես ԵԱՀԿ մասնակից պետություն պարտավորվել է հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Human Rights Watch մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպության 2026 թվականի զեկույցում նշվում է, որ նախորդ տարի Վրաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը կտրուկ վատացել է։ Ըստ կազմակերպության երկրում ընդունվել են ռեպրեսիվ օրենքներ քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների եւ խաղաղ ցույցերի դեմ։ Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, տեղի են ունեցել բռնության սպառնալիքներ եւ խոշտանգումներ։ Նշվում է, որ 2025 թվականի հոկտեմբերին անցկացված ընտրությունները տեղի են ունեցել բռնաճնշումների եւ ընդդիմության մասնակի բոյկոտի ֆոնին։ Ավելի քան 60 մարդ ձերբակալվել է նախագահական պալատը գրոհելու փորձի համար։ Human Rights Watch-ն ընդգծել է, որ այդ միջոցներն ուղղված են երկրում այլախոհության ճնշմանը եւ հակասում են մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի միջազգային պարտավորություններին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Զայեդ մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Էրդողանը ողջունել է ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի ջանքերը եւ ցուցաբերած վճռական կամքը տևական խաղաղության հաստատման ճանապարհին։ Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ կողմերի միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հարավային Կովկասի համար նոր էջ կբացվի։ Էրդողանի խոսքով Անկարան անկեղծորեն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում անվտանգությանը, խաղաղությանը, բարեկեցությանը եւ կայունությանը։ Այլ երկրների, հատկապես հարևան Իրանի ներպետական գործերին արտաքին միջամտությունը զգալի ռիսկեր կստեղծի ողջ տարածաշրջանի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կահիրեում Եգիպտոսի նախագահի հետ հանդիպումից հետո։ Նրա խոսքով Իրանի շուրջ, այդ թվում միջուկային գործարքի հետ կապված իրավիճակը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Թուրքիայի ղեկավարը տեղեկացրել է, որ Եգիպտոսի իր գործընկերոջ հետ բանակցություններում անդրադարձ է կատարվել նաև Լիբիայում, Սուդանում եւ Աֆրիկյան եղջյուրի տարածաշրջանում տիրող իրավիճակին։
Էրդողանը նշել է, որ Անկարան եւ Կահիրեն համատեղ ջանքեր են գործադրում Գազայի հատվածում եւ Լիբիայում խաղաղության եւ կայունության ապահովման համար։ Նրա խոսքով Անկարան ձգտում է հրադադար հաստատել Սուդանում եւ աջակցել Սիրիայում կայունությանը եւ միասնությանը։ Թուրքիայի նախագահը ողջունել է նաեւ Եգիպտոսի ղեկավարության հայտարարությունները ի պաշտպանություն Սիրիայի միասնության։ Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին Էրդողանը նշել է, որ երկրները մտադիր են ապրանքաշրջանառության ծավալը ներկայիս 8-9 միլիարդ դոլարից հասցնել 15 միլիարդ դոլարի։ Ռեջեփ Էրդողանի եւ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի ներկայությամբ ստորագրվել է երկու երկրի միջև 8 համաձայնագիր, որոնք ընդգրկել են պաշտպանության, տրանսպորտի, էներգետիկայի եւ տնտեսության ոլորտները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ փետրվարի 6-ի առավոտյան Մասկատում տեղի կունենան ԱՄՆ-ի հետ բանակցություններ։ Արաղչին շնորհակալություն է հայտնել Օմանին հանդիպումը հյուրընկալելու համար։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե հանդիպման ձևաչափի հարցում անհամաձայնությունների պատճառով բանակցությունները չեն կայանա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով, որպեսզի բանակցություններն արդյունավետ լինեն, դրանք միջուկային հարցերից բացի պետք է ներառեն նաև Իրանի բալիստիկ հրթիռներին, Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին Թեհրանի աջակցությանը եւ սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքին առնչվող հարցեր։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատրաստ է քննարկել միայն իր միջուկային ծրագիրը, իսկ բալիստիկ հրթիռների ծրագրի ներառումը բանակցություններում համարում է կարմիր գիծ։ Ակնկալվում է, որ իրանական կողմից բանակցություններին կմասնակցի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը եւ Դոնալդ Թրամփի փեսա եւ խորհրդական Ջարեդ Քուշները։ Բանակցություններին ընթരാճ Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի, Օմանի եւ Կատարի արտգործնախարարների հետ, քննարկել տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումները։ Մենք չենք պարտադրում մեր օգնությունը Իրանին, Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին։ Նրանց հետ մեր շփումներում մենք պարզապես քննարկում ենք ստեղծված իրավիճակը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը հիշեցրել է, Ռուսաստանն ու Իրանը մտերիմ գործընկերներ են, հարևաններ եւ Մոսկվային հետաքրքրում է, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Լավրովն այն որակել է պայթյունավտանգ ոչ միայն Իրանի, այլև ողջ Մերձավոր եւ Միջին Արևելքի համար։ Ռուս դիվանագետի խոսքով Մոսկվան պատրաստ է առաջարկել իր ծառայությունները եւ ներդրումը կողմերի միջև հնարավոր պայմանավորվածությունների կատարման գործում։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ցзինփինը հեռախոսազրույց են ունեցել, հատուկ ուշադրություն դարձրել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով հացահատիկով բեռնված 8 վագոն Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղևորվել է Հայաստան։ Բաքվի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում փետրվարի 1-ին Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 1746 տոննա հացահատիկ։ Մինչ այժմ այդ երթուղով տեղափոխվել է 285 վագոն, մոտ 19900 տոննա հացահատիկով։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում իրականացվել են նմանատիպ մի քանի մատակարարումներ։ Ղազախական ցորենով հացահատիկի առաջին խմբաքանակն Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել անցած տարվա նոյեմբերին։ Չինաստանի հետ Ադրբեջանի համապարփակ ռազմավարական գործընկերությունը համագործակցության երկարաժամկետ բազմակողմանի եւ փոխշահավետ հիմք է։ Այդ հարաբերությունների խորացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է։ Global Times չինական թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով Ադրբեջանը Չինաստանին դիտարկում է որպես իր կարևոր տնտեսական գործընկերներից մեկը։ Միևնույն ժամանակ Բաքվի համար ռազմավարական նշանակություն ունի իր տրանսպորտային ենթակառուցվածքը եւ տարանցիկ ներուժը Չինաստանի կողմից աջակցվող կապերի հաստատման նախաձեռնություններին համապատասխանեցնելը, ինչպես նաև Միջին Միջանցքի ամրապնդումը որպես արևելքի եւ արևմուտքի միջև հուսալի կապուղի։ Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, որ Նախիջևանի հետ կապի ապահովումը դիտարկվում է որպես միջազգային տարանցիկ հնարավորությունների ընդլայնման գործոն։ Նրա համոզմամբ ապագայում այդ երթուղին կնպաստի տարածաշրջանային խաղաղության եւ բազմակողմ համագործակցության ամրապնդմանը։ Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանը չի ճանաչում Թայվանի անկախությունը եւ միանշանակ պաշտպանում է մեկ Չինաստանի սկզբունքը։ Թայվանի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը ըստ դիվանագետի հետևողական է, հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։